Հարգանքներս իմ հայ ժողովրդին։ Ոնց եք ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, այսօր ես ձեր համար պատրաստել եմ խորոված կարտոֆիլի հետ թունդրի մեջ։ Ժողովուրդ ջան, մատուցման ձևը լինելու է ոսկուց։ Դե գնացինք պատրաստելու։ Ինչ ա մեզ հարկավոր ժողովուրդ ջան։ Ամենաառաջինը մեր այս չալաղաժները վեկալում ենք եւ սկսում ենք կտրատել։ Այս անգամ ես ձեզ փորձելու եմ մեծ կտորներով պատրաստել։ Թունդրի մեջ պատրաստենք ու տենանք, մոտերս ինչ ձևի կստացվի։ Եզի հարկավոր է թավա, որ սիրում թավայի մեջ, այս ձևի կտորներով եմ պատրաստելու ժողովուրդ ջան։ Ու շատ հետաքրքիր ձևով եմ պատրաստելու, անպայման մինչև վերջ դիտեք, շատ համով խորոված է ժողովուրդ ջան, ձեզ է սպասում։ Ամենակարևորը շատ հետաքրքիր ձևն է։ Հիմա կտրատեմ ու միանամ, գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր միսը արդեն կտրատեցինք, պատրաստ է, սոխ է մեզ պետք, որ կտրատենք։ Այս դեպքում մենք սոխը մի քիչ շատ ենք ավելացնելու, որ ինքը ավելի սոշնի ու անտեղ լինի։ Պատրաստ է, հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Սոխ այս ձևի մանրացնում ենք ձեռքերով, ոնց որ ես միշտ սիրում եմ տնավարի։ Ու ավելացնում ենք աղ։ Հիմա իրանք թողենք ժողովուրդ ջան, որ աղը ջուրը դուրս տա, կսկսենք համեմել մեր չալաղաժները։ Ինչ ա մեզ հարկավոր։ Ամենաառաջինը կարմիր պղպեղ, իմ դեպքում էլի եմ կրկնում, եթե թարմը միս է, ես ավելացնում մենակ աղ և կարմիր պղպեղ։ Ու շատ ձևեր կա, որ մարդիկ պատրաստում են մեր հայերը։ Ես իմ դեպքում այդ ձև եմ պատրաստում։ Ու մեզ անհրաժեշտ է աղ։
ու հետո ցույց կտամ սոխը ինչ ենք անելու, ժողովուրդ ջան։ Մեզի հարկավոր է, որ թեք ենք մեր չալաղաժները։ Նույնպես սկսում ենք էլի կարմիր պղպեղ, և ավելացնում ենք աղ։ Բավական է։ Ու ժողովուրդ ջան, սոխը ձեռքերով վերցնում ենք և ավելացնում ենք մեր մսի վրա։ Ինքը այս ձևի շատ համեղ է ստացվում։ Սոխը ավելացնելուց հետո, ժողովուրդ ջան, մեզի հարկավոր է այս տնավարի ձեռքերով սիրուն խառնում ենք, որ մեր պերեպրավները լավ կպչեն մեր չալաղաժներին։ Ու այս ձևի 1 ժամ ես թողելու եմ, որ ինքը լավ մարինացվի և հաջորդ մեր քայլը կլինի կարտոշկա պատրաստելը, գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր միսը մինչև մարինացվի, մեզի հարկավոր է, որ մենք կարտոֆիլը կտրատենք, մարինացնենք, որ կարողանանք շշերի վրա հավաքենք, գնացինք։ Ինչա մեզ հարկավոր, վերցնում ենք կարտոֆիլը, 2 մասի ենք բաժանում, այս ձևի։ Եվ վերջինը մեր պատրաստ։ Ինչա մեզ հարկավոր, ամեն առաջինը ավելացնում ենք աղ։ Ավելացնում ենք սև պղպեղ։ Եվ ավելացնում ենք կուրկումա։ Մեզի անհրաժեշտ է, որ իրան թեքենք, հակառակ կողմն էլ նույն ձևի համեմենք։ Ավելացնում ենք աղ։ Ավելացնում ենք կարմիր պղպեղ և սև պղպեղ։ Եվ վերջում ավելացնում ենք ձետ։ Բավական է, ու ձեռքերով հավեսին այս ձևի իրան խառնում ենք։ Չենք մոռանալ, ժողովուրդ ջան, որ պետք է անպայման հավեսով անենք, որ մեր մոտ ավելի լավ ստացվի։ Եթե հավեսով չանեք, ձեր մոտ լավ չի ստացվի, ժողովուրդ ջան։
Հիմա ես կարտոֆիլն էլ նույն ձևի կթողեմ լավ մարինացվի, ձեռքերս լվանամ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր միսն ու կարտոֆիլը արդեն պատրաստ է, իրանք արդեն մարինացվել են, մեզի հարկավոր է, որ մենք շշերի վրա հավեսին իրենց հավաքենք։ Մեզի անհրաժեշտ է, որ մենք սալը այս ձևի կտրատենք կարտոֆիլի համար։ Բավական։ Կարտոֆիլը լավ մարինացվել է արդեն։ Մեզ հարկավոր է ամենաառաջինը։ Վերցնում ենք սալը։ Հաջորդը նորից էլի սալ ու հերթականության ժողովուրդ ջան, սալ եւ կարտոֆիլ։ Հաջորդը նորից էլի սալ։ Հիմա ես բոլորը հավաքեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր կարտոֆիլը արդեն շշերի վրա հավաքեցի։ Հիմա հերթն է, որ հավաքենք մեր չալաղաժները։ Ժողովուրդ ջան, պրիատնի արդեն հոտը գալիս է։ Մեզի հարկավոր է, որ մենք սիրուն շշերի վրա իրանց հավաքենք։ Էլի եմ կրկնում, այս անգամ փորձելու եմ մեծ կտորներով։ Երկու կտոր այս ձևի պիտի անենք, որ մեր թունդերի մեջը տեղավորվի։ Հաջորդ։ Մեր ժողովուրդ ջան, այս ձևի կտորներ ենք ստանալու։
մեկ ժողովուրդ ջան, վայ չուտողին։ Եվ վերջինը։ Ժողովուրդ ջան, մեր չալաղաժները արդեն պատրաստ են, հիմա ես ձեզ ցույց կտամ, իս ձևի սիրուն տեսք ունի։ Ուրեմն թունդիրը մենք զառանի արդեն 40 րոպեա միացրել ենք, մենք յան անջատել ենք, որ կարողանանք մեր միսը տեղադրենք։ Գնացինք միսը տեղադրելու։ Եվ կարտոֆիլները։ Հավեսինը տեղ արեց։ Իս թմա ձեզի տեսանելի է, իս ձևի է եփվելու։ Ուրեմն ձեզի կմիանանք, եփվելուց հետո գնացինք։ Ժողովուրդ ջան, լնայեք ոնց է եփվե։ Ափսոս չեմ կարա ձեզի հոտը փոխանցեմ։ Ստենայեք ժողովուրդ ջան, ինչ հավեսին եփել է։ Ստենայեք ժողովուրդ ջան։ Կտորներ ենք ստացել հավեսին։ Եվ վերջի մեր կտորը։ Ասլը ժողովուրդ ջան, լստենայեք։ Հիմա ժողովուրդ ջան, ես սիրուն շարեմ ու ձեզ միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր խորովածները արդեն պատրաստ են։ Հիմա մենք ձեզի ցույց կտանք իս ձևի է եփել։ Ու հիմա ես ձեզի ցույց կտամ իս ձևի կարելի է սիրուն մատուցել։ Վայ չուտողին ժողովուրդ ջան, ինչ հավեսին եփել է։ Ժողովուրդ ջան, ուրեմն վերցնում ենք մեր միսը, մեր չալաղաժները։ Ինչա մեզ հարկավոր։ Վերցնում ենք մեր ոսկե թերթիկները, պիշիվոյ։ Ինչա մեզ անհրաժեշտ։ Ժողովուրդ ջան, այս ձևի սիրուն։ Եվ հաջորդը։ Մի հատ էլ ավելացնենք ժողովուրդ ջան, որ մեր մոտ ավելի գեղեցիկ ստացվի։ Հաջորդը
Եվ ավելի գեղեցիկ ստացվի, կարելի է մի հատ էլ ավելացնել։ Ժողովուրդ ջան, ես հիմա վերջացնեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա մենք մեր օպերատորին կխնդրենք, կմոտի կասնի ու կտենակ ինչ շքեղ խորովածներ ենք ստացել։ Ավելի ճիշտ պատրաստել ենք, ոչ թե ստացել ենք։ Հələ ստենայք ժողովուրդ ջան։ Լրիվ ոնցով ոսկի լինի։ Իրանք ոսկե թերթիկներ են, պիշիվոյ։ Իրանց անունն է Սուսալի զոլոտա։ Ժողովուրդ ջան։ Ուրեմն հիմա ես ձեր համար կփորձեմ ու կտեսնենք ի ձևի տեսքա ու ի ձևա եփեմ էր։ Հիմա ամենաառաջինը մեզի պետք է, որ մենք սիրուն ակուրատնի կտրտենք։ Ես կփորձարկեմ ձեր համար։ Վայ ժողովուրդ ջան, շատ համովայբ է։ Ժողովուրդ ջան, հիմա ես կփորձեմ մեր կարտոֆիլները։ Տեսնենք ինչ ձև է եփե, այս տնավարի լավաշը վերցնում ենք ձեռքով այսենց հավեսին։ Ու մեկ էլ մեր սալը։ Այս է տնավարի ժողովուրդ ջան։ Ու փորձում ենք։ Շատ լավ է եփե ժողովուրդ ջան։ Մեր խորովածները լրիվ վերջն են։ Ինչ շքեղ տեսք ունեն ժողովուրդ ջան։ Ու ամեն անգամ վերջում ժողովուրդ ջան, ես ձեր համար նույն բանն եմ կրկնում։ Որ այսենց ընտանիքով չարչարում ենք, վերջում նստում ենք ու հավեսին վայելում ենք։ Դե գնացինք։